Ես քեզի գուկամ հեզ ու երկուած, սեմիտ կանգնելու, հողդ մաքնելու, արցունքներովս ոտքը ցրպելու, իմ սուրբ ու անքին երգիր Հայաստան։ Ամբողջը ներկայիս կհավաքեն եւ փոխադրար գղի մեջ կտրնվի որպեսզի տանիմ Հայաստան։ Քաղաքարած ժամանակին սկսավ, երբ որ Վենեդիգեն փոխադրվեցա Հռոմ, համալսարան, այդ շրջանին էր ես ուսանողական միության քարտուղար էի եւ նշանավոր հայեր, որ գուկային Հռոմ, անոնց ուղեկցեի թանգարաններ, շենքեր եւ այլն, գեղարվեստի նմուշներ ցույց տալու։ Եթե չեմ սխալիր Խադիսյանն էր կամ այդ ժամանակ առաջին հարաբերության pedagogan բարձր պաշտոնյային, որ շրջակայության դարի Հայաստանի մասին խոսեինք, ուրեմն այդ ժամանակին որոշեցի, որ չափ կարելի է շուտ Հայաստան փոխադրվել, բայց քանի որ վարչագարկը Հայաստանի մեջ գիսա ազգային էր, համայնավարական շրջան էր, ուրեմն խորեցա, որ ավելի լավ է երթանք ուսումը ավարտելուց ետք Ամերիկա գումար հավաքեմ հանգետ։ Կյանքիս նպատակը բացի բժշկութեն է, մարդկային ցավերը ամոքել է, եղած է ազգային նվիրում, հլա քրական մարզի մեջ, հանրային մարզի մեջ եւ ավելի հայկական հարցեր լուծել։ Օտար ափերում ծնած մականպես մորը կարոտին, պապա կշուտիս, ու քամսնվելու ոգովը կամրեց, երկիր նայելի, աշխարհ Հայաստան։ Հայաստան վերջնականաբայս հաստատվեցան գնոջս հետ 5 տարի առաջ, բայց առաջին անգամ Հայաստան եկանք 1987-ին, համաժողով գար Մոսկվա, ներկայացուցի մեր հետազոտությունները, վերջ եկանք Թիֆլիս, Երևան, ամենավարական շրջաններ, խրճեցավ դիգինս, վերջ եղավ երկրաշարժ, ես Կալիֆորնիա հայ բժշկական միության Հայաստանի օգնության ադենաբեդն էի, ռուսական մասնավոր օդանավով, երկու բժիշկ բերին, մեկը ես էի, մյուսը Վարդգես Նաջարյան բժիշկ էր, ոսկրապան, պետք եղած օգնությունը սկզբնական դվինք, վերջի տեղերուցան գարինք, ինչ-որ պետք էր, բայց Հայաստանին արտաքաղթողներ շրջանը շատ էին, Կալիֆորնիա մանավանդ, անոնց մեծ օգնություն բերած են, ոչ թե անձնական նյութական օգնություն, այն pedagogan միջոցները օգտագործած են, որպեսզի իրեն կարենան այդ օգնությունները օգտվի։ 3500 ընտանիքի այդ կերպով օգտագործած են, քանի որ ես քրագանությամբ կսպաղեի, Հայաստանին շրջակայության որ գուկային, բանաստեղծ, նկարիչ եւ այլն, ամեն կերպով գոկնեինք, որպեսզի իրենց պետք եղած թերորայք ապահովված վերադառնան Հայաստան։ Իսկ ոմանցան օգտակար եղած են, որ սրտի գործողություն ունեն։ 10 տարի առաջ կնոջս հետ նստեցանք
եւ որոշեցինք, թե մեր կյանքի նպատակը եւ որբեսի մեզ ինչ հիշողություն պիտի ունենանք, որ երկարադեպ լա։ Ուրեմն դիգինս ասավ իր շահած գումարը պիտի հատկացնե Բարսկայևու մշակութային կենտրոն կար, նյութական թշվառության մեջ էր, անոր նվիրատվություն հրա, որ կենտրոնը մեր անունով կգոչվի։ Իսկ ես հալսի պիտի երթամ Հայաստան, ունենանք դպրոց եւ ազգային հարցերը պիտի լուծել։ Ուրեմն իմ ավանի մեջ դպրոց ունենք 1025 աշակերտ ունի, որոնց 30-ը բանեն Արցախեն են։ Այսին սիրո վարգարում է, ծաղիկները ատանում է, սիրո ճամփալից ծանում է, ինձ տանում է։ Հարստությունը պետք է ծառայեցնեն ընտանիքին, կրթության եւ ազգին։ Հա սկզբունքն է, որ մենք ուզեցինք, որ չամփվի դպրոցի մեջ։ Իսկ այս կային հարցերը ինչ էին, լեզվական, հողային, ներքին ընկերային հարցեր, ուրեմն ինչ էինք նախքան որ հոսկալս պրոֆեսոր Արտեմ Սարգսյանի հետ նստեցանք, պարարան մգազմեցինք, անհարգի օդար պարերու հայերեն համապատասխանող պարարան։ Ծավալը փոքր է, 1800 պար, բայց հաջախագի կործածվող պարեր է։ Մեկը օդար պարերն էր, երկրորդը հայերս ունինք երկու ջուղ հայերեն, արևելայերեն, արևմտահայերեն եւ երկու ուղղագրություն, դասական ուղղագրություն եւ ապեղանական ուղղագրություն։ Անհարիր է ազգի համար, որ ունենաս երկու լեզու։ Եթե մեկ ազգ ես, մեկ հայրենիք ունիս, պիտի ունենաս մեկ լեզու, մեկ ուղղագրություն։ Ուրեմն լեզվի Ռաչաջարյանի լեզվի հիմնարկի դնորենին հետ հանդիպեցա Վիկտոր Գադվանյան, ինքը անձնախումբ կազմեց, անոնց հետ հանդիպեցա, իրենց եզրակացություն աներ, որ Հայաստանի սահմանադրության մեջ գրված է մերձեցնել ուղղագրությունը, բայց չէ գրված քերականության մասին։ Ես լսի այսին երկու ոտքը դիվանդ է, ինչու մեկը պիտի փուժես, մյուսը չփուժես։ Ոստի նախաձեռնություն արի հայագետներու խումբ մգազմեցի Հայաստանեն, Լիբանանեն, Փարիզեն, Լոս Անջելեսեն, ուրեմն հերավար գերբով ամեն ամիս հանդիպեցանք եւ հայերեն լեզվի արևելահայերենի եւ արևմտահայերենի դարբերությունը փախտadեցինք հիմնված քրապարի վրա։ Ինչու քրապարի վրա, որովհետեւ 1850-ին ժամանակները աշխարհապարը արևելահայերեն, արևմտահայերեն բաժնվեցան քրապարը։ Ուրեմն արմատը քրապար էր։ Ընդհանուր դարբերությունը 10 օրենք է, ուրեմն մերձեցուցինք, մացմարինք արևմտահայերեն, մացմարևելահայերեն եւ գազմեցինք միասնական աշխարհապար քրական հայերենի քերականություն, որ հրադարագեցինք, համաժողով գազմեցինք հոստեղ։ Օդարապերուն ծնացման գամբես, մորը գարոդին բաբագը շուրթիս, գուկամ սնվելու ոգվովը դամպից, երգիր նայիրի աշխար Հայաստան։ Հայերս հողային բանջարություն ունենք Թուրքիային եւ Ադրբեջանին։ Այս հողերը կպատկանին հայերուն եւ ոչ թե Թուրքիո կամ Ադրբեջանին։ Ժողովրդի մեջ եւ pedagogan մարդոց մեջ թյուրիմացություն կա։ Գարձնգծը մենք Թուրքիային հողային բան չունենք։ Այդ հողերը հայերունն է։
թուրքերուն չէ, նույնսը Ադրբեջանը, Արցախը հայկական հող է, 1920-ին Միացյալ ազգերու նախնական գազմը, որ League of Nations գոչվի, հայերուն հատկացուց 162,000 քառակուսի կիլոմետր։ Ադոր մուրհագը մենք ունենք, ոչ թե թուրքերը կամ ադրբեջանցիները։ Եթե այդ հողերը մեզի կպատկանի, ինչու պիտի զիջինք ադրբեջանցին կամ թուրքին։ Միջազգային թատերան պիտի տարվի։ Քանի որ ազգային հիմքի վրա է, ուրեմն կազմակերպեցի համաժողովներ լեզվի մասին, հողային բանջարդիրության մասին, 2 տարի է, ամեն տարի կունենանք համաժողովները, աստարի պիտի ունենանք նաև համաժողով չրային բաշարներու եւ ընթերքի հարստության։ Մեր համաժողովի նպատակն է, որ ճշգրտորեն նկարագրվի հանքային հարստությունները եւ չրային բաշարները։ Դբրոցն է, որ նկարագիր կկազմեն, դբրոցն է, որ գիտություն կչամփե, դբրոցն է, որ ազգային ոգի կսրսկե անձի մեջ։ Մենք ուզենք դբրոցներու մեջ ոչ միայն գիտագից անձ, ընդհանրապես ուզենք գիտագից հայ, որ ռուն նպատակը լա իր թիզած հարստությունը ընտանիքի միջոցով ազգին ծառայեցնե։ Եթե այդ հոգեբանությունը Հայաստանի մեջ դարածվի, ներկայից է, ամբողջ Հայաստանը կծաղկի։ Մեծահարուստները որ կան, ինչ կնեն։ Մեծ մասամբ իրենց հարստությունը արտերգիր կանեն։ Ուրեմն Քումարը, որ այս երկրի մեջ շահած ես, փոխանակ երկրի մեջ զարգացնելու գարդահանեն ուրիշ երկիրներ։ Ուրեմն մասամբ թշնամություն գնեն երկրին։ Անհատեն, ընտանիքեն, հասարակությունեն, համայնքեն ավելի ծառայել պետության կամ ավելի բարձր ազգի։ Եթե այդ ուղղությունը դուք առնեք, ամեն երկրորդ վիճնվածեն, որ դառնաք երևելի անձիկ եւ ծառայեք ազգ։ Դբրոցի մեջ երբ որ պետք եղած կրթությունը եւ ազգային ուղղությունը դաս կպատրաստեց անձիկ, որ կնվիրվին ոչ միայն իրենց ընտանիքին, այլ նաեւ ազգին։ Եթե մենք կարենանք այս խաղապարը դարաձեր բոլոր դպրոցներուն, մենք կունենանք ոչ միայն զինվորներ, ռազմիկներ, այլ մտավորականներ, որ ազգային իրավունքները եւ ազգային հարստությունը ժողովրդին փաշխելու մասին կմտածեն։ Դպրոցի մեջ մենք սկզբունք ունենք, որ օդար բարեր կործածեր ալքերված է։ Ինչու համար։ Հայերեն լեզուն աչափ հարուստ է, որ եվրոպական լեզուներեն ավելի հարաբերություն ունի։ Եվրոպացի
հայագետները աչափ հիացած են եւ գրած են, որ հայերեն լեզուն ջգունություն, բարաբաշխարը, արմատները աչափ հարուստ են, որ կարելի է փախտadել լադիներենի եւ հունարենի հետ։ Ոմանք ասած են, որ լադիներենին ավելի արավելություն ունի։ Ուրեմն մեր դպրոցի մեջ աշակերտությունը ասկային ուղղություն ունի, բացի գիտութենեն, եւ որպեսզի մենք ավելի հարաճատեմ դարձնենք երկու նյութեր ավելցուցինք՝ դիվանագիտություն եւ արհեստական բանականություն։ Հայերս ենթարկված են ցեղասպանության, որպես ցեղասպանության արդյունք աշխարհադարած դարդղնած է։ Թուրքը, որպեսզի դիրանա հային հողին եւ արհեստության, երեք միջոցի դիմեց. չարթել գոդորել, թրկացնել եւ իր հողադարածքեն փնորանեն վդարել։ Եվ ներկայիս թե արհեստության դիրացած է, թե մշակույթին դիրացած է եւ թե հողին դիրացած է։ Ուրեմն մենք հայերս պիտի մոռնանք ադի։ Նույնիսկ իմ աշակերտներուն ես դպրոցը կհարցնեմ, կսեմ արմատով ուր են եք, գցե մեծ հայրս Սասունեն է, մեծ մայրս Մուշեն է, Արևմտյան Հայաստան։ Հիմա մենք պիտի մոռնանք այդ հողերը, Թուրքին պիտի ցենք խաղաղություն գուզենք, խաղաղությունը կհիմնվի արդարության վրա։ Իրավունքը եթե գեզի գուտան, խաղաղություն գրես, եթե չեն դար, գտի մեզ պատկան գարույցներու, որպեսի տիրանաս։ Մեր վրա ադի բարդավորություն է։ Իմ հայրս ու մայրս եղած են որբ։ Այն տաբի շրջանին ընտանիքը քարելով կացած է Հալեբ։ Իրեն փոքր եղած են ցկած են հոնդեղ որբանոց, քանի մդարի հետքը կացած վերցուցած է։ Ուրեմն ես հիմա այն տաբի շրջանը իրենց քյուղը բիտ մորնամ, իրենք թուրքերն ակիդեն, գցե հա, ացի գցե խաչերին դունն է։ Հայը ունի ասկ որբեսիտ, որում պաղադրիչներն են ժողովուրդը, հայրենիքը, լեզուն, գրոնը, ավանդությունները և մշակույթը։ Եթե մենք ասոնց կապվինք ժողովրդին, ասկին, գրոնին, լեզվին, աս երգիրը 5 տարվա մեջ ակին սարկացում կունենա և գդիրենք մենք հարավային Կովկասին։ Վենեդիգը երկու իմաստ ունի ինձ համար։ Մեկը, որ փոքրաթիվ եկեղեցականներ, նվիրյալներ հեռավոր արևելքեն հավաքած են մշակույթի նշխարները, գազմագերբած են, վերանայած են, մակաղատները ամբողջ վերլուծած են, ըստեղծած են քրագանություն, պատմություն, քարտեզ, զանազան լեզուներով ծանոթացուցած են եվրոպացիներով։
քաղաքավարդությունը, որ արևելյան ենք, ծանոթը ցուցած են արևմուտքին, եւ արևմուտքի գիտությունն փոխանցած են հայության։ Աս մխիթարյանները հրած են։ Իսկ դպրոցը ինչ է։ Մուրադ Ռաֆայելյան վարժարան գծեր։ Մուրադ Ռաֆայելյանը երկուքն մեծահարուս Հնդկաստանին վաճառականներ էին, բայց քաղաքապարն ունեին հասկանական, որ եթե որևէ մեկը կարևոր պատմության քիրքը թարգմանի հայերենի, իրենց մեծ գումար նվիրատվություն պիտի որպեսզի դպրոց, հայկական դպրոց ունենան։ Մենք նույն գաղնի դարբեր ջուղերն ենք, մենք նույն թրջունի երկու թևերն ենք, նույն չար ոսոխի միակ զոհերն ենք, բայց հայու զավակ եղբայր հայրենի։ Խնդրեմ ձեզ որ դեր դառնա մղետարյան դպրոցներում, որպեսզի շարունակվի մղետարյանի դեսինքը, որ հայը ըլլա գրոնաբաշտ, զարգացած, ասկային ոգիով և իմացությամբ և գիտությամբ կարենա ծառայել իր ազգին և իր հայրենիքին։ Բոլիսը եղած է չահագիրը հայ մշակույթի, եղած է փարոսմը, ուրգե հայ մշակույթը դարածված է քաղաքներում։ Եվ որ մենք վերցնենք 18-րդ դարու կամ 17-րդ վերջավորության հայ մտավորականները, պատմագիրները, երաժիշտները, նկարիչները եւ այլն մեծ մասամբ արմատը բոլից է։ Նույնիսկ վերցնենք մենք մխիթարյանները, Վենետիկի մխիթարյանները, առաջին զորավոր մտավորականները, օրինակ հայր Ղևոն Տանիչյան, հայր Միքայել Չամոչյան, հայր Արսեն Փակրադունի, Վիեննայի
Հայր Արսեն Այդոնյան, որ արմատահայերեն քրականությունը գրած է, ասոնք մեծ համբավավոր բատմակետ քրափարակետներ են, որոնք ծնած են բոլիս։ Ուրեմն բոլիսը Հայաստանի մեջ լավ չի ջանցված։ Չեն գիտեր, մի քանի փանասերներ, բատմակետներ գիտեն։ Ընդհանուր ժողովուրդը գաղափար չունի։ Գարձեն, որ բոլսեն, որ հոսք ու կան թրքերեն կողոցին հանգցեն թուրքեր եկան։ Իրականություն մեջ այդպես չէ։ Թրքերեն կխոսին, բայց ոգինին և սրդերին հայ էր։ Խորհուրդ կտամ ցեզի, որ հայերեն լեզուն լավ սորվիկ, յուրացնեք, ձեր մեջի կարողականությունը որ կա, հադի կորձի տնեք, հարստանաք, ջարդարաբեդ եղեք, բայց գլխավոր նպատակը ծառայեցեք ձեր ազգին։ Պայքար երկեցի, ձեզի ընծա հայ մարդիկներ, գրիչս եղավ անցրոց սրտերում հնոցի, ձեզի ընծա քաջ մարդիկներ, Երեգնյա գրչով վրեջ երկեցի, ընդ երեգանքով ոնք երաներ։ Գաբանի ատցերնարկը խորհրդանշանական էր, որ մեզի ասելու համար մենք կանք, մենք հայ ենք և մենք ուզենք այդ հայությունը պահպանել։ Փանաստեղծությունը ներքին չսեմ բորդկում, այլ արդահայտության ձևն է, որով երբ որ չես կրնար փայծեպած խոսքով ասել արդահայտվի, ուրեմն թուղթի վրա կգրես և այդ թուղթը տարածելով մարդիկ կհասկանան քո ներաշխարհը։ Ներաշխարհս արդահայտած եմ 3 տեսակետով։ Մեկը ազգասիրական, հայրենասիրական մարզի վրա, մյուսը սիրային, մյուսը խոհական մարդկային վարմունք։ Ուրեմն, երբ որ բժիշկ ես, այս երեքի մեջը շարունակաբար խլորուդումներ գլա, ու քանի որ ես քրելու հատկություն ունեի, և դժվար չէր ինձի մտածածս քրի առնեն, 5-10 վայրկյան որևէ արիթ որ լար ամենը քրի գարնեն, նույնպես հիմա գեշանվա մեջ երբեմն ոտանավոր մը գքրեմ, 2 վայրկյան, 3 վայրկյան սրպակրեմ վերջացավ։ Սուրբերն եմ բխած, բժիչն եմ ես, Մոյտապանի մասունքն անկորուց, լույսի ակունքեր, Ժայթած մարդություն, մարդ է պրծված, տանջահարեա, գետ համանգերու, լույսի ակունքի, Բոլիսեն ետքը լիպանանը սպյուրքի պապախող սիրտ է այդ
Դժբախտաբար քաղաքական խլորտումներու պատճառով ծրվեցան լիբանանահայերը, ոն երկու գառույց կա, մեկը գուսակցական, մյուսն ալ եկեղեցին, Անտելիասը։ Երկուքն ալ հիմքերը կգազմեն աշխարհացրիվ հայության բահբանության գետրոններ։ Դժբախտաբար 150,000 էին, հիմա 50,000 հազի մնացած են, Անտելիասը բավական գայուն վիճակի մեջ է, բայց դա քաղաքեն գախում ունի։ Դժվար է, այո դժվար է։ Լեր գրնանք մաքրցին, այո գրնանք մաքրցին, քաղաքին գրնանք հասնին, այո, եթե քրդին թափենք, ջանգերով, մաքիններով բարձրանանք։ Իմ որդանավորս ատկսել, ես քեզի գուկամ, հեզ ու երկու բաց, հողըտ բակնելու, ադե, սպիրկ հայը անգերց պիտիգնա, պիտի վերաթարնա իր հայրենիքը և համպուր է ատող։ Լագորներ եղեն չեն կրոց։ Հոգադարություն պետք է, հոգադարություն ինչ տեսակ է, որ իրենց պետք է հասկացնել, որ մենք կքնահատենք ձեր գործը, ազգային գործ կնեք, ճիշտ ուղիի վրա եք, որոշ շեղումներով և այդ պետք է շարունակվի։ Միաժամանակ պետք է իր ուղիներուն մեջը թաչես, որ ծննդավայրը հայրենիք չէ։ Գյոթեն գսե, օդար երգիրը հայրենիք չգրնարել։ Ուրեմն օդար երկրի մեջ պետք է արմադանա հայությունը։ Իրենց կարողականությունը մեծ մասամբ պետք է գետրոնացնել Հայաստանի մեջ։ Ինչ պատկամ ունին անջարցիներուն։ Պետք է կողաբանեն, որ աց հողադարածքը թարցուցած են իսկական հայրենի փույնի և միջազգայնորեն Իսմայլանքի առարգա է, բայց կսեմ նմադակնիտ պիտի լա մասմը ազ բարիգեցության, բարեգարկման օրինակը դանին Հայաստանին։ Ազ խոսքերով գավար։ Իհարկե, ամեն անգամ, որ գլսեմ բարերը, ներքին հուզում գլա, հոգեգան կոհացում գլա, բայց այդ ժողովուրդին արդե։ Ժողովուրդն է պետք է վայելի հադիգա, ժողովուրդը պետք է նույնը ըսկացում ըսկա, ինչ որ ես ըսկացած եմ։ Եվ որ ես կսեմ, ես քեզի կուկամ, իրականում ծուցած եմ, եկած եմ, հիմա նույնը պետք է սպիրկահայը լսե և ինքը իրականացն է։ Ես քեզի կուկամ, ես ու երկուղած, սեմիտ կանգնելու, հողըտ բակնելու, արցունքներովս ոտքը ցերփելու, սուրբ անգին, երկիր Հայաստան։ 15 տարեկանից հարևեն ելած եմ, մնացածը ապրած եմ Իտալիա, Ամերիկայի զանազան մասերը, հիմա 5 տարի է հայաստանցի եմ, վերջին հանգրվարն է։ Քու ինքնության վերադարձ է հասիկա, ուրիշ գերբով չես կրնար ինքնիգիտ բացադրել, հարցում գնես, տուն ով ես, հայ ես, եթե հայ ես, մի դերտած Հայաստան,
Եթե Հայաստան չես գնար երտալ, հային պիտի օգտակար ունես։ Այս երկու սկզբունքները, որ մենք յուրացնենք եւ կործատնենք ոչ թե խոսքով, այլ կործով, հայերը ոչ միայն Հայաստանի մեջ, նույնիսկ Սփյուռքի մեջ բարձունքի, կրկնակի բարձունքի գազ։ Ժողովուրդ, հայրենիք, բեդություն, աս ամբողջությունն էր, որ մայիս 28-ին մեր նախորդները գազմեցին, որբեսի աշխարհացրիվ հայությունը համախմբվի Հայաստանի մեջ։ Զորավար Անդրանիկը փարոյական եւ ասկային խորհրդանիշ օրնագելի, որ նմանան չկա։ Հակառակ որ սկիզբը եղած է թաշնակցական, բայց երբ որ հեռացավ, իր թաշունը անցնեց կաթողիկոսին, էջմիածին։ Ադե, մեր էությունը ադոր մեջ է, եկեղեցի եւ հայրենիք, եթե ատ չես յուրացուցած, իսկական այդ չես։ Մարդուս կյանքը նշանագալի իմաստալից կդառնա, եթե շարունակապար սորվի։ Ոմանք գծեն երազ է, բայց երազը գրնաս իրականացնել։ Իհարկե գրնա 100-100 չլնա, բայց դու գրնաս Հայաստանի մեջ ամբիցի միջավայր մտցնել, որ այդ երազին 100-80% գրնաց իրականացնել։ Ապրիլ է կրկին, գարնան հարսանիք, ծաղկազարդ հանդեր, զմրուխտ է մարգեր, սոխակն ու տատրակն սրտեն վիրավոր անխոնջ կհյուսեն սիրերք բնության։ Արդյոք կլսեք լաց ու կոցի ձայն, վայուն հայհոյանք, պաղատանքի ճիչ, արդյոք կլսեք խոխողվածներու հռնդյուն նահեղ ու մանուկներու ջարդված գանգերու շռինդը շաչյուն։ Գարուն է ծաղկուն, աշխարը ծավի, խավար է պատած, երկիրը հայոց, արյան հեղեղով որոգված հանդեր կակաչ են ծլած, որպես ոխի կոչ, արտերն են խոպան լուր ու ամայի, սոխակն ու տատրակն ալ սիրեր կչունին, մեկնած են անդարց վայրեն նախճիրի, իժն ու բուն եկած անեցք կարդալու։ Ապրիլ է կրկին, հարության ամիս, անթիվ անհամար սովամահ հայեր խաչվեցան անխաչ անապատի մեջ, բայց ամեն հայու սրտին մեջ այսօր ծաղկուն ապրիլին հարություն առին։ Արդյոք կլսեք ղողանջն զանգերու, նահատակներու ձայնին խառնված, Արարատ լերան կատարեն բխած, ազատության կանչն համայն հայության։ Ջավակը հայկական փույնն է, որ բահած է իրավանդությունները։ Ինչ որ գարին ունեին, գարին են կախտացեն, դագավին ադոմ կշարնագել նույն ուղղությամբ։ Հակառակ որ գաթողիկ դարձած են մեծ մասամբ, բայց նույն սկզբունքները հարկանք, եկեղեցու վերաբերյալ, լեզու, մշակույթ, բանաստեղծություն, մեծարել դարիքավորները եւ ազգանիվորություն, այդ մնացած է Ջավախքի մեջ։
Աստարի, որ Վենեդիկ կացին, 85-ամյակս Մխիթարյանները ու Դոնեցին, այդ խեչ աչատերքները մեկը եկած էր։ Գծեցեին ացոր ես կպաշպանեմ։ Ուրեմն ես անցքեն թուրս պիտել եկավ վիզս պատտվեցավ։ Ես կհիշեմ։ Ուրեմն ներկայիս Ամերիկայեն, Հայաստանեն ես ոս եկած եմ, որովհետև ես կհիշեմ ինչ որ հարեղյա վարդապետ Պեջիկյան ինձ եղած։ Այսօր։ Այսօրվա մեր այս ցերեկույթը, մեր այս բանախոսությունը ավարտել հենց ձեր խոսքերով։ Եթե աշխարհը դառնար պալատ եւ ես իշխան օտարական, ցևից ձայնը զիս պիտ տաներ դեպի ակունք մեր ինքնության, դեպի երկիր մեր Հայաստան։ Սպյուրքը ուզեմ որ Հայաստան կա։ 11 միլիոնին 7 միլիոն 8 միլիոնը սպյուրք է։ Եթե մենք նյութական կարողությունը, արհեստագիտական, ստեղծագործական, քշեցեմ քրական եւ այլ ջարդարությունը բերենք Հայաստան։ 3 միլիոն եթե սպյուրքահայ կա, այստեղ ամբիցի հարաշտություն գունենա, հանքերու օգտագործությունը, ջրային բաշարները, արևդուրը, երկրագործությունը, նորացևությունը, ատամանդագործությունը, նույնիսկ գրական գերբով, այս երկիրը գծկցի մրցին Եվրոպային որոշ երկիրներուն հետ։ Հայրենադիրություն ամեն մարդ պետք է ցուցաբերե, որպեսզի երկիրը պաշտպանվի եւ հայերը համախմբվին Հայաստան։ Դարիներ անցած, ուշեր դարձած եւ քաղցրացած։ Ես կստորագրեմ, գկրեմ բժիշկ Հակոբ Այնտաբլյան։ Բժշկությունը առաքելությունը մարդկային ցավերը ամոկելու։ Ուրեմն կյանքիս մեծ մասադոր նվիրված է։ Երկրորդը Հակոբ Այնտաբլյան գրված է դասական ուղղությամբ, ուրեմն կվերապերի լեզվի մասին եւ ուղղափության մասին եւ ջանցվի որպես ասկասեր հասկանվեր անց։ Ամնացած դիդրոս եւ այլն ինձ համար կարևոր չէ։ Եթե ամեն մարդ իր էությունը գարենա արտահայտել իր գործերով, մենք հայերս անբարդելի կդառնանք, չենք բարդվիր, որևէ մեկուն, եւ գդիրենք ուր որ երթանք եւ ուր որ հաստատենք։
Ես կուքամ քեզի սրդապած համեստ, վերագնկվելու ջրով սևանի, իմ սիրտս ծոն է ամեն մի հայու, որ ես նույնանամ քեզ մով Ավետյան։ Մենք նույն կաղնի տարբեր ճյուղերն ենք, մենք նույն թռչունի երկու թևերն ենք, նույն չար ոսոխի միակ զոհերն ենք, բայց այո զավակ եղբայր հայրենի, ես քեզի կուտամ հեզ ու երկյուղած, սեմիտ կանգնելու, հողդ պակնելու, արցունքներովս ոտքդ սրբելու, սուրբ անգին, երկիր Ես կուքամ համեսրտապած, վերակնքվելու ջորով սևանի, իմ սիրտը հսում է ամեն մի հայու, որ ես նույնանամ քեզ մով Հավիտյան, ես քեզի կուքամ հեզ ու երկյուղած, սեմիտ կանգնելու, հողդ պակնելու, արցունքներովս հողդ սրբելու, սուրբ անգին, երկիր